Աղջիկներ լսում եք իմ ձայնը։ Լսում եք։ Աղջիկներ։ Լսում եք։ Պլյուսներ, եթե լսում եք, խնդրում եմ։ Օй մամա ջան։ Էս ինչ դժվար եթեր էր։ Խնդրում եմ երեխեք ջան, եթե ինչ-որ տեխնիկական հարց լինի, հետադարձ տապ տվեք, շնորհակալ եմ բոլորին, ովքեր 27 րոպե սպասեցին։ Մի հատ համոզվենք, որ ձայնագրվում է։ Որովհետև ես զապիսի նշան չեմ տեսնում։ Օ, ձայնագրվում է, սիրելիներ։ Ողջույն բոլորին, խնդրում եմ իմ հետ հետադարձ տապ աշխատեք, մինչ եթերին միանալու լարվածությունը բավականին արդեն շատ էր։ Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ հատ առ հատ բոլորիդ, ովքեր սպասեցին ինձ ու այս կարևոր դասին։ Ներկայանամ բոլոր նրանց, ովքեր ում հետ դեռ ծանոթ չենք։ Ես Սվետան Պալյան, արդեն 8 տարի հպարտորեն համագործակցում եմ այս հզորագրի ֆիրմայի հետ, հաստատված ավագ տնօրենի ստատուսում եմ, ես միշտ եմ ասում և շարունակաբար կասեմ ցանցային բիզնեսի և այս ֆիրմայի շնորհիվ հիմնովին փոխել եմ իմ կյանքը, մտածելակերպը, բնավորությունը և երջանկություն է իմ համար, որ այսօր կարողանում եմ այս բիզնեսի ու այս ֆիրմայի շնորհիվ փոխել նաև այլ կանանց կյանքեր։ Խնդրում եմ գրեք, որտեղից եք դուք միացել մեզ, մի քիչ տաքանանք, եթե լարվածությունն անցնի ու անցնենք բուն թեմային, որ քաղաքից եք միացել, ինչքան ժամանակ եք այս պրոյեկտում, որպեսզի ես հասկանամ իմ լսարանը ինչ ստատուսում է, ինչքան հաջողություններ ունի, ինչ փուլում է այս հրաշալի բիզնեսում։ Ողջունում եմ բոլորիդ, շատ հաճելի է, որ հետադարձ տապ եք տալիս, Ստեփանավան, Աշտարակ, Սպիտակ, Արարատի Մարզ, Աբովյան, ողջույն բոլորիդ, շնորհակալ եմ, որ միացել եք այս ժամին։ Այսօր ես ձեր համար հրաշալի մի հատ թեմա եմ պատրաստել, թեման 10 անձեռոցիկի դասերն է, մի փոքր ուզում եմ որպես նախաբան պատմեմ, թե ինչու վերցրեցի և ինչու եմ ուզում հենց այս թեմայով, շնորհակալ եմ, ինչու էի հենց ուզում այս թեմայով ներկայանալ Ֆաբерлիկի ակադեմիայի շրջանակում, երբ որ 8 տարի առաջ միացա պրոյեկտին ու ուզում էի այսպես շատ հետաքրքրված հասկանալ, ինչ բիզնես է սա, իմ նաստավնիկներն ինձ տվեցին ռուսերեն լեզվով գիրք, 2.5 ժամանոց, ես հիշում եմ մի քանի օր ես լսում էի, գրառումներ էի անում և այդ գիրքը ինձ հիմնովին սովորեցրեց ու ցույց տվեց այս չքնաղագույն բիզնեսի հեռանկարը։ Ցավոք սրտի, երբ որ ես սկսեցի կառուցել իմ ցանցը, ես ունեցա դժվարություններ, որովհետև շատ նորեկներ չէին լսում այդ 2.5 ժամանոց աուդիո գիրքը, բավականին դժվարամարս էր։ Ես հիշում եմ, ես 400 բառ էի, ես հստակ որոշում կայացրեցի, որ կդնեմ բոլոր վախերեն կողմ և կնկարեմ վիդեո հայերեն տարբերակով, որպեսզի իմ նորեկներին տալ։ Այսօր իմ թիմին մի անգամ էլ եմ հիշեցրել այդ վիդեոն, ես շատ անփորձ էի, սկսնակ էի, բայց ես նկարեցի այդ վիդեոն ու այդ վիդեոն իմ հաջողության հիմնաքարերից մեկն էր,
8 տարի անց ես կփորձեմ այս թեման նորովի ձեզ ներկայացնել, որովհետև ամեն անգամ այդ գիրքը լսելուց, ամեն մի փորձի ընթացքում յուրաքանչյուրս մի բան եմ վերցնում։ Ես բարբերաբար մի 10 անգամ լսել եմ այդ գիրքը ռուսերեն լեզվով ու թե դու որ փուլում ես բիզնեսի գտնվում, լրիվ այլ գիտելիք ես վերցնում։ Հուսով եմ այսօր միասին մենք գեղեցիկ շրջագայություն կանցկացնենք եւ կուսումնասիրենք 10 դասերը, որոնք նորեկին տանեն դեպի տնօրենի եւ թանկարժեք տնօրենի ստատուսով։ Շնորհակալ եմ, խնդրում եմ դրեն բոլոր այն մարդիկ, ովքեր տեսել են այդ վիդեոն, ես իհարկե այդտեղ շատ անփորձ եմ, բայց այդ բիզնեսի նկատմամբ խանդավառությունն ու սերը թույլ տվեց ինձ փոխանցել ձեզ այն գիտելիքները, որը այդ պահին ունեի։ Դուք իմ պրեզենտացիան տեսնում եք, աղջիկներ ջան։ Ահա։ Իհարկե տպագրված տարբերակը եւս ճշտի կա, Don Fail-ի 10 անձեռոցիկի գիրքը, այն բազմաթիվ հրապարակումներ է անցել եւ բազմաթիվ բիզնեսմենների ձեռքի տակ է այն։ Ճշտի մի հատ հատվածում նախադասություն կա, որը յուրաքանչյուրին այսօր թող ամբողջ հանդիպման ժամանակ ուղեկցի, այս բիզնեսը եւ հենց հիմա այն ժամանակահատվածն է, որ մենք բոլորս հարստանանք առանց ռիսկի դիմելու։ Այո, ցանցային բիզնեսը խելացի անելու դեպքում առանց ռիսկի դեպի հարստություն ճանապարհն է։ Ժամանակն է գումար վաստակել առանց ռիսկի։ Հենց այս նույն սկզբունքով մենք սկսում ենք այսօր ուսումնասիրել այս հրաշալի գիրքը։ Շատերը գալով ցանցային բիզնես, լսելով ցանցային բիզնեսի մասին, բնականաբար սկզբից մտածում են, «Օ, ես ում պիտի գտնեմ, ում պիտի գրանցեմ, ոնց պիտի դառնամ տնօրեն»։ Իսկ իրականում բիզնեսի գաղափարախոսության հիմքում հետևյալն է. իսկ ում պետք է տամ հնարավորություն իր կյանքը փոխելու։ Ես ինքս այս պահին այս սկզբունքով եմ շարժվում բիզնեսում ու դա թույլ է տալիս ամուր կանգնել քո նպատակների ու քո բիզնեսի հիմքում, որովհետև դու ոչ թե ինչ-որ մեկին խնդրում ես, համոզում ես, այլ հաջորդ կնոջն է շանս տալիս, որ առանց ռիսկի դիմելու սկսի իր կյանքը փոխել։ Ինչից սկսել բիզնեսը։ Հենց սկզբից եկեք պայմանավորվենք, եթե կան այստեղ նորեկներ, խնդրում եմ գրեք, ես նորեկ եմ, արտահայտություն եմ, որովհետև այսօր ձեր մոտեցումը այս հրաշալի բիզնեսին հիմնովին փոխելու է։ Որովհետև դուք այսօր պատկերացնելու եք, որ դուք ընդունվել եք համալսարան, ու բնականաբար, երբ որ ես 2014 թվականին 2008-ին ընդունվեցի համալսարան, ես հստակ գիտեի, որ ես 6 տարի պիտի ճանապարհ անցնեմ։ Ձեզ ժամանակ տվեք ոչ թե 6 տարի, այլ 6 ամիս ուսումնասիրելու այս բիզնեսը։ Ես վստահ եմ, որևիցե մեկը համալսարան, նույնիսկ այսօր 2 տարով ուսուցումներ կան, չգիտեմ, 6 ամսով ինչ-որ վարսահարդարման կուրսեր կան։ Ոչ, երբ որ գնում ես, սկսում է ինչ-որ բան սովորել, հաջորդ օրը չի արթնանում, ասում, «Օ, ես փող չեմ աշխատում»։ Ոչ մի բարեկամ չի ասում, «Դու երկրորդ դասի ես գնացել, արդեն հարստացել ես»։ Ցավոք սրտի մարդիկ գալով ցանցային բիզնես, իրենց թվում է, որ հենց սկզբից իրենք բիզնես են սկսում։ Այստեղ ստոպ։ Եթե դուք նորեկ եք ու եկել եք այս ոլորտ, դուք ոչ թե բիզնես եք սկսում, դուք շնորհավորում եմ, ընդունվել եք ցանցային համալսարան, որովհետև այսօրվանից սկսվելու է ձեր ուսումնական փուլը։ Ձեր ժամանակ տվեք 6 ամիս սովորել այս մասնագիտությունը։ Այստեղ դրականը գիտեք որն է, որ այդ 6 ամսվա ընթացքում դուք շանս եք ունենալու ոչ միայն սովորելու, այլ փորձ եք ձեռք բերելու եւ վաստակելու եք ձեր առաջին 1000, 10000, գուցե 50000 դրամը։ Բոլորիս տեմպերը տարբեր է, բայց
Առաջին 6 ամսում դուք չեք հարստանալու, առաջին 6 ամսում փողեր չեն թափվելու ձեր գլխին, որովհետև դուք նոր մասնագիտություն եք սովորում եւ պետք է հասկանալ, որ օրինակ ես միշտ իմ թիմին օրինակն եմ բերում, պատկերացրեք ես վաղ աշտանամ, բացեմ խոհանոցի դարակը, վերցնեմ ամենասուրբ դանակը եւ օրինակ իմ քրոջն ասեմ, արի ես քո կույրաղիքը վիրահատեմ։ Քույրս լինի, մայրս լինի, որևիցե մեկը կհամաձայնվի։ Հենց այդպիսի տեսք ունի այն մարդը, որ գալով ցանցային բիզնես, առանց սովորելու, վերցնում է հեռախոսն ու ասում է, արի ես քեզ բիզնես սովորեցնեմ։ Եվ նեղվում է, որ չեն գալիս։ Ոչ մի խելացի մարդ չի գնա անփորձ վարսահարդարի, անփորձ վիրաբույժի մոտ եւ պետք է հասկանալ, որ հենց այսօր դուք սովորելուց հետո ձեր առաջին քայլերն եք անելու նոր ոլորտում ու նոր սկսեք վաստակել։ Եթե համաձայն եք, հետադարձ կապ տվեք ու անցնենք առաջ։ Քանի որ ես լարված եմ, քանի որ երկար ժամանակ չէր լսվում, ձեր հետադարձ կապը ինձ օդ ու ջրի պես անհրաժեշտ է, խնդրում եմ արդի Այս ճիշտ ուսումնասիրելու հենց առաջին փուլում ես որպես նորեկ 8 տարի առաջ մի բան հասկացա, ամենակարևոր բանը հասկացա, ինչը նույնիսկ որպես տնտեսագետ չգիտեի, ես գրանցվել էի, ուսումնասիրում էի եւ չէի հասկանում, լավ, եթե ապրանք պիտի չվաճառել, բայց ո՞նց փող աշխատել, որովհետեւ իմ պատկերացրած բիզնեսը ապրանքի առ ծախի հետ էր կախված։ Ու այս գիրքն իր մեծ չափաբաժին ունեցա, որպեսզի ես հասկանամ, թե ինչպես MLM multi-level marketing-ի բիզնեսը չշփոթել ոչ ուղիղ վաճառչի հետ, հա? MLM-ի դեպքում ցանցային բիզնեսի անգլերեն հապավումն է multi-level marketing, մարդուն դու չես ստիպում առնել ապրանք, այլ իրեն ընդգրկում ես գործին ու ցանցին, իսկ աշխատողը ինքն է որոշում ինչ գնել եւ որքան։ Եվ MLM-ի հաջողությունը կախված է ցանցի կազմակերպվածությունից։ MLM-ը միևնույն ժամանակ ամենաարդյունավետ ճանապարհն է, երբ չունես գումար, կամ երբ չես ուզում անձամբ վաճառել։ Այստեղ ես այս գրքից դուրս մի հատ օրինակ եմ միշտ բերում, որպեսզի հատկապես նորեկները հստակ տարբերակեն, ովքեր պատմություն սիրով են ուսումնասիրել, հիշում եք, չէ, որ երբ որ ինչ-որ երկրի մասին էր խոսվում էր նաև այդ երկրի վաճառականների մասին, չէր խոսվում վաճառողների մասին։ Վաճառականներն էին նավերով կազմակերպում ապրանք շրջանառություն։ Վաճառականներ էին երկրի մի հատ հսկայական որոշում կայացնող անձինք։ Եվ եթե այսօր բերենք արդի իրականության մեջ, պատմության վաճառականները այն մարդիկ են, ովքեր կազմակերպում են ապրանքաշրջանառությունը ցանցերի միջև, բայց դա պետք չի շփոթել այն գործունեության հետ, երբ որ մարդիկ ապրանք են վաճառում։ Այլ բան է, երբ որ ես վաճառում եմ օմեգա, այլ բան է, երբ որ ես կազմակերպում եմ 1000 բալի օմեգայի ապրանքաշրջանառություն, հա? Փորձենք այս օրինակով մի հատ հիմնովին հասկանալ այդ երկուսի տարբերությունը։ Շնորհակալ եմ հետադարձ կապի համար։ Այս ճիշտը նաև ինձ հիմնովին հնարավորություն տվեց տարբերակել MLM-ը ֆինանսական բուրգերից, որովհետև վստահ եմ հատկապես նորեկները գալով ցանցային բիզնես ու առաջարկներ ստանալով տարբեր անօրինական ֆինանսական բուրգերից, ասում են, բայց թվում է թե նույնն է։ Առաջին հայացքից, եթե դու անփորձ ես, իհարկե թվում է, որ դա նույնն է, բայց այստեղ նախ եւ առաջ ոչ ֆինանսական բուրգերը ոչ օրինական գործունեություն է։
Ցանցային ընկերությունները ջրանցված են տվյալ երկրի օրենսդրքում։ Հենց այդ է պատճառը, որ մենք ցանցային ընկերություններում գործընկերներս վաստակում են բանկում, պետռեգիստրում ջրանցված են, հարկեր են տալիս։ Իսկ որևիցե ոչ ֆինանսաբուրգում ջրանցող մարդ ոչ բանկից է ստանում, ոչ հարկեր է վճարում, այդտեղ օրինականություն չկա։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել, որ ֆինանսական բուրգերի դեպքում եկամուտ այո աշխատում են վերևները, շատ դեպքերում նորերներն ասում են, ես պիտի աշխատեմ վերևները փողեր ստանան։ Ցանցային բիզնեսի դեպքում, հատկապես մեր ֆիրմայի մարքեթինգ պլանի պարագայում, յուրաքանչյուրը ստանում է իր աշխատանքի պտուղը։ Եվ այստեղ կապ չունի դու երբ ես եկել, ումից հետո ես եկել, որովհետև հազարավոր դեպքեր գիտենք, որ անձը թանկարժեք տնօրեն է, այնինչ իր վերևի մարդը ուղղակի տնօրեն է կամ չունի որևիցե ստատուս, հա։ Ցանցային բիզնեսում մենք վերևների համար չենք աշխատում։ Դա այդ կոնցեպտը վերաբերվում է ֆինանսական բուրգերին։ Եվ ամենակարևոր հատկանիշը, որը յուրաքանչյուրը կարող է հասկանալ, MLM-ում ապրանք է առկա, դու երբեք որևիցե ցանցային ընկերությունում դու ուղղակի չես տալիս 10,000 դրամ, դու ապրանքի դիմաց ես տալիս 10,000 դրամ։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել, որ շատ ֆինանսական բուրգեր օգտագործում են նաև կեղծ ապրանքներ։ Օրինակ, ջրիչ, որի արժեքը $200 է, կուլոն, որի արժեքը $100 է։ Չկա այդպիսի բան, ժողովուրդ։ Ցանցային բիզնեսում այնպիսի ապրանք է adekvat գնով պիտում, որովհետև ցանցային ընկերությունները այստեղ մի հատ բոլորի մոտ ուրույն կետ կա, որ որակյալ պրոդուկտ է թողարկում, որովհետև եթե ուսումնասիրում ենք ապրանքը շրջանառությունը ավանդական բիզնեսի եւ ցանցային բիզնեսի դեպքում, որպեսզի ցանցային ընկերությունը կարողանա իրացնել իր ապրանքը, իր առաջին կետը, իր որակյալ պրոդուկտն է, որովհետև մարդիկ սովոր են գնալ խանութից, գնել պոլկայից իրենց արդեն սովորություն դարձած շամպունը, եւ որպեսզի իրանք կարողանան ցանցային ընկերությունից այդ նույն գնի շամպուն վերցնեն, ցանցային ընկերությունը այդ նույն գնին պետք է 10 անգամ ավելի լավ որակ տա, ինչը հրաշալի անում է մեր ֆիրման։ Հուսով եմ կարողացա ձեզ շատ հակիր տալ ինչպես տարբերակել ցանցային ընկերությունները, ինչպես այն տարբերակել բուրգերից եւ հստակ հասկանալ, որ դուք ճիշտ տեղում եք, ճիշտ բիզնեսում եք, այսօր չեմ խորանա, թե ինչքան ճիշտ ֆիրմայում եք, որովհետեւ դուք դա ժամանակի ընթացքում կհասկանաք։ Խնդրում եմ հետադարձ կապ տվեք, արդյոք այդ նախաբանը ձեր մոտ հասկանալի եւ անցնենք առաջ։ Դաս առաջին ես փորձելու եմ շատ հաճիչ ներկայացնել, որովհետեւ մի կես ժամ ուշ սկսեցինք տեխնիկական խնդիրով։ Դաս առաջին երկու անգամ, երկու հավասար է 4, երբ որ ես այս դասը լսեցի, ես խելակորույս եւ անտավաճան սիրահարվեցի ցանցային բիզնեսին, որովհետեւ երբ որ գալիս ես բիզնես, իմանում ես փողերի մասին, որպես նորեկ դու մտածում ես, արդյոք ես կարողանամ ստեղծել 3000 բար։ Ունեցել եք դուք վախ, արդյոք դուք կարողանաք ներգրավել 100 հոգի, 200 հոգի, ես վախեցել եմ, որովհետև առաջին 2-3 հոգուն այնքան դժվար հրավիրեցի, որ ասում էի մամա ջան, ոնց եմ ես 3000 հոգու հրավիրելու։ Եթե դուք եք ունեցել վախ, ուրեմն դա նորմալ է, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, ուղղակի պետք է հասկանալ այս կոնցեպտը, թե ոնց այս խնդրում եմ ուշադիր նայեք այս թվերին, այս օրինակով երևում է, որ ընդամենը մեր մարդու գրանցման տարբերությամբ ինչպիսի հսկայական տարբերություն կա այստեղ։ Տեսեք, մի դեպքում գրանցել ենք 2 հոգու, մյուս դեպքում 3, եւ վերջին արդյունքում տեսեք 16 հոգի եւ 81 հոգի։ Ու պատկերացրեք 16 հոգին անի 10 կամ 50 բալ, թե 81 հոգին։ Այդպիսի հսկայական տարբերություն ունի եւ
Հենց այստեղ պետք է հիշել ցանցային բիզնեսի կախարդական փայտիկի մասին։ Այս ամենը տեղի ունենում դուբլիկացիայի շնորհիվ։ Այստեղ ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ցանցային բիզնեսը միայն հրավիրելու մասին չի։ Ոչ թե հրավիրում են 2 հոգու, ոչ թե հրավիրում են 3 հոգու, այլ 2 հոգու հրավիրում են, ներկայացնում են պրոդուկցիան, բացատրում են ֆիրմայի հնարավորությունները, կայծը տալիս են, մոտիվացնում են։ Այդ բոլոր փուլերը ուսուցում, նորեկի ուղեկցություն, լիդերի ուղեկցություն, ռեկրուտերի ուղեկցություն, բոլոր այդ գործողությունների արդյունքում է այս դուբլիկացիան տեղի ունենում եւ ուզում եմ դուք վերջում տեսնեք թե ինչ է տեղի ունենում, երբ որ մենք 5 հոգու ենք հրավիրում եւ արդյունքը լինում է այստեղ ինչու՞ չեմ տեսնում ես արդյունքը երկուսի փոխարեն երբ որ 5 հոգու են հրավիրում 625 հոգի 5 MLM-ի բիզնեսի այն ոսկե թիվն է որը հսկայական օգուտ է տալու ձեր բիզնեսին, եթե դուք այստեղ պետք է մենակ ուշադրությունը դարձնել, հատկապես նորեկները, երբ որ այս կոնցեպտը տեսնում են, ասում ընտիր, ես 5 հոգու դրանց եմ ու կգնամ կգնեմ, որպեսզի դուք գտնեք ձեր 5 այս 5-ին խնդրում եմ հետադարձ կապ տվեք, եթե լսում եք ինձ նորմալ պլյուսիկ ներդրեք Չէ, ուրեմն նորմալ է, շնորհակալ եմ MLM բիզնեսի համար ձեր ոսկե 5 պարտներին գտնելու համար հնարավոր է դուք հարյուրավոր մարդկանց բիզնես պրեզենտացիա անեք, հարյուրավորներին օգնեք նորեկի թրայլ անցնի, հարյուրավորներին պատմեք մարքեթինգ պլանը։ Ես 8 տարի բիզնեսում եմ եւ թերևս կասեմ, որ թերևս առաջի լինիայում չունեմ իմ ոսկե 5 նավերը։ Չնայած որ իմ թիմում հսկայական թվով կանայք կան եւ սիրելի նորեկներ պետք չի կարծել այստեղ որ հեսա գրանցում եմ 5 հոգու եւ ոսկիները թափվում են իմ գլխին խնդրում եմ ճիշտ ընկալեք այս կոնցեպտը լավագույն տարբերակը այն է որ ուղիղ ղեկավարես 5 գործընկերոջ եւ ոչ ավելի դա շատ կարևոր է մենք հաջորդ դասի ժամանակ դրան կանդրադառնանք եւ օգնես նաեւ որ իրենք եւս հրավիրեն իրենց 5-ին եւ երրորդ շարքում եւս իրենք հրավիրեն 5-երին միայն 4-րդ մակարդակում դու կարող ես համարել որ քո բիզնեսը սկսեց աշխատել հա դա այն пассив եկամուտի սկիզբն է այստեղ ես կուզենամ անդրադառնանք դաս երկրորդին արդեն Ձեր մոտ երևում է պրեզենտացիան Շատ լավ Այստեղ թվում է թե առաջին հայացքից շատ ավելի արդյունավետ է բռնելու մի անգամից առաջի լինիայում հրավիրել 100-200 հոգու բայց դա այս սինդրոմը կոչվում է անհաջող վաճառողի սինդրոմ որովհետև այստեղ պետք է հասկանաս, որ դու պետք է ոչ միայն հրավիրես այս առաջին մակարդակում գտնվող մարդուն, այլ նաև պետք է կարողանաս սովորեցնել, կրկնել քեզ երկրորդ եւ երրորդ մակարդակներում։ Իսկ այն դեպքում, երբ որ դու բոլորին գրանցում ես, քո ժամանակը չի հերիքում բոլորին այդ գործընթացները արդյունավետ անել եւ ստացվում է որ լիքը մարդ այստեղից գնում է առանց օգտվելու եւ առանց սովորելու այնինչ MLM-ի հաջողության գրավականը սովորեցնելն է եւ օգնելն է ցույց տալն է որ մարդը քեզ կրկնի Եթե այս երկրորդ դասի հետ կապված հարցեր չկան, անցնենք երրորդ դասին, որտեղ մեզ ավելի ծավալուն դասեր են սպասվում։ Երրորդ դասին մենք անդրադառնում ենք 4 այն գործողություններին, որոնք պետք է անել
հաջողելու համար։ Այստեղ առաջինը իհարկե ընտրում են ցանցային ընկերություն, ընտրում են ֆիրմա եւ սկսում են գործել։ Երկրորդը օգտագործել ապրանքա տեսականին, օգտագործել, որպեսզի դու կարող ես խորհուրդ տալ։ Այստեղ նորեկների համար ուզում եմ մի փոքր բացատրել։ Շատերն ասում են, թե ստացվում է, որ մենք գովազդ ենք անում։ Տեսեք, գովազդ է անում Ջենիֆեր Լոպեսը, որը իր գլխին մի հատ անհայտ ծագումով շամպուն է լցնում ու ցույց է տալիս, իբր դա օգտագործում է ու դրա փոխարեն ինքը փող է ստանում։ Այնինչ, եթե իրականում Ջենիֆեր Լոպեսին տայր այդ շամպունը, ինքը երբեք իր գլխին չէր լցնի այդ շամպունը։ Եվ ինքը մարդ տեսնում է, որ Ջենիֆեր Լոպեսը օգտագործում է իր ֆիրմայի շամպունը ու վազելով գնում առնում է։ Մեր պարապրայում ցանցային բիզնեսում գովազդ որպես այդպեսին, մոռացեք գովազդի մասին, մենք կարող ենք խորհուրդ տալ այն, ինչ օգտագործել ենք։ Մենք չենք կարող ասել, որ այս շամպունը լավն է։ Մենք չենք կարող ասել, գիտես, Faberlic-ի լվացքի փոշին լավն է, բայց ես օգտագործում եմ Tide։ Որտեվ դու պետք է օգտագործած լինես, որպեսզի բացատրես իր առավելությունները մյուս ապրանքանիշներից, որպեսզի մարդը քո խորհրդին վստահելով օգտագործի ու ինքը էլ ուրիշ բան չի կարողանա օգտագործել։ Երրորդ կարևոր գործողությունը, որ մենք պիտի կարողանանք անել, դա բարձրացնել արդյունավետությունն է։ Սիրելի նորեկներ, եթե դուք այստեղ եք եւ այսօր շատ դժվարությամբ եք անում ձեր 10 բալը, դա միշտ այդպես չի լինելու։ Դուք հետագայում կարողանալու եք անել 25 բալ, 50 բալ ու դառնալու եք VIP խորհրդատուներ։ Եթե դուք այսօր ամբողջ կատալոգի ընթացքում դժվարությամբ ներգրավում եք մի փոքր, ձեր փորձառության շատ ժամանակ տրամադրելու զուգընթաց, ձեր մի հոգին դառնալու է 10, 20 եւ ավելի։ Ձեր արդյունավետությունը ձեր տրամադրած ժամանակի, ձեր նպատակներից ելնելով անընդհատ բարձրանալու է։ Եվ իհարկե դրան զուգահեռ մենք չենք մոռանում, որ միայն մեր ակտիվ գործողությունների արդյունքում մենք կարողանում կիսվել նաև մեր հարազատների ու ընկերների հետ։ Այստեղ կան նորեկներ, ովքեր այս 4 գործողություններն անում են։ Խնդրում եմ հետադարձ կապ տվեք, քանի որ ես վախեցած եմ ձայն չլինելուց։ Հրաշալի։ Եթե կան նորեկներ, կխնդրեմ կիսվեք, հատկապես որ կետում եք դուք դժվարանում։ Ինչու եք դժվարանում, թողեք հետադարձ կապ։ Մինչդեռ ես կանցնեմ մեր 4-րդ դասին, այս դասը շատ եմ սիրում, ամուր հիմք ստեղծել։ Շատերը հենց այստեղ կոտրվում են, շատերը հենց այստեղ լարվում են, որովհետև ուսումնասիրում են, գործում են, բայց չի երևում թիմային բալերի աճը, չի երևում են նորեկները, չկա եկամուտ մեր ուզած, չի թափվում են փողերը, որին մենք սպասում էինք, ու թվում է, թե անիմաստ բան է, փող չկա, փաստորեն սուտ էր, հա։ Բոլորս անցել ենք սրա միջով, ես բիզնեսում թերևս առաջին մի տարին փորել եմ իմ հիմքը։ Հիմքը այն է, երբ որ դու սովորում ես, հրավիրում ես, փորձեր ես անում, շատ ցախողում ես, հիասթափվում ես, լացում ես, 1000 անգամ ուզում ես թողնել, բայց քո ինֆորմացիան, եթե դու ճիշտ գիտես, հա, եթե դու գիտես, որ այս հիմքը փորելը դժվար է, դու փորում ես հույսով ունենալով, վստահ լինելով, որ քո հիմքը ամուր է լինելու։ Շատ դեպքերում, երբ որ քո ինֆորմացիան պակաս է, երբ որ դու ունես կասկածներ, հիմքը փորելու ընթացքում դու չես տեսնում բարձրահարկ շենքը ու քեզ թվում է, որ չի ստացվում քո մոտ։ Ու շատերը բահը հենց հիմքի մեջը թողած թողնում ու գնում են։ Ես հստակ կարող եմ մի բան ասել, ցանցային բիզնեսում պարտություն կրում է միայն այն անձը, ով որ կիսատ է թողնում ու գնում է։ Այո, շատերը այստեղ տնօրեն դարձել են 6 ամսում։
Երբ որ ես բիզնես եկա, իմ նաստավնիկները 6-8 ամսում տնօրեն ու թանկարժեք տնօրեն էին դարձել։ Ես մի տարի բիզնեսում փորում ու 1000 բան էի, բնականաբար դու համեմատում ես ու չես թվում է, որ կարող ես ոլորտի մեջ չի, կարող է բոլորին արդեն իմ նաստավնիկները գրանցել են, կարող է էլ հնարավոր չի այս ֆիրմայում աճել, բայց ոչ։ Պետք է այստեղ հստակ հասկանալ, որ յուրաքանչյուրս ունենք մեր տեմպը։ Ինչու է մեկը 6 ամսում հաջողում, մեկը մի տարի, մյուսը 5 տարում է տնօրեն դառնում, որովհետև մենք բոլորս տարբեր պատրաստվածության ենք գալիս բիզնես, մենք բոլորս տարբեր ժամանակ ենք տրամադրում բիզնեսին։ Մենք բոլորս տարբեր կերպ ենք փորձում եւ պետք չի հուսալ, որ մեր բոլորի արդյունքը նույնն է լինելու, հա? Պետք է հստակ գիտակցել, որ մեր տեմպից, մեր տրամադրած ժամանակից, մեր հիմքը փորելուց կախված է մեր արդյունքը։ Ես ինչի եմ այստեղ շենքի նկար դրել, որովհետև շատ դեպքերում դուք եք տեսած կլինեք, հիմա Երևանում, օրինակ մեր Գյումրիում է, շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ փակ է տարածքը, թվում է թե մի տարի գնում գալիս եմ այդ տարածքը, ոչ մի բան չի երևում, թվում է թե շինարարություն էլ չի գնում, հիմք են փորում։ Ու հետո տեսնում ես, որ 3 ամսում 10 հարկանի շենք են կառուցել։ Բիզնեսում նույն ձև է, նույն ձև։ Այո, ու տարբեր էներգիաներ ենք մենք տրամադրում, տարբեր նպատակների համար ենք աշխատում, մենք կարող է մեկի նպատակը այնպեսին լինի, որ ինքը ամբողջ գիշեր սովորի ու հրավիրի, մյուսի նպատակը այնպեսին է, որ ինքը բիզնեսին տրամադրում է 10 րոպե եւ չի կարող տարբեր էներգիաներով, տարբեր ժամանակ տրամադրած մարդկանց արդյունքը նույնը լինել։ MLM բիզնեսը նման է շենքի կառուցմանը։ Առաջին ամիսը շենքի, առաջին մի տարին շենքի հիմքն են փորում, ոնց որ մենք ենք սովորում, փորձեր անում եւ երկար է թվում։ Թվում է թե ոչ մի արդյունք չկա, թվում է թե հիասթափությունը մոտ է, բայց այդ ոչինչ չլինելը խաբուսիկ է, որովհետեւ որքան հիմքը ձեր ամուր եղավ, ձեր շենքը այնքան պինդ եւ բարձրահարկ կլինի։ Անցնենք հաջորդ դասին, դաս 5-րդ, բիզնեսը որպես նավահանգիստ։ Այստեղ պետք է յուրաքանչյուր նորեկ, կան ձեր մեջ նորեկներ, ովքեր մի նորեկ են գրանցում ու սպասում են, որ այդ նորեկը լինի իրանց տնօրենը։ Ես մի հոգի գրանցել եմ, ես ամեն օր իր հետ խոսում եմ, ես ամեն օր իրան դասեր եմ տալիս։ Եվ հիմա այս դասից հետո դուք այլևս այդ սխալը չեք անի, որովհետև մեր բիզնեսը նման է նավահանգստի։ Եվ պետք է հասկանալ, որ մարդկանց քանի տոկոսն է մտածում, որ երբևիցե կարող է ժառանգություն ստանալ։ Շատ փոքր, չէ՞, ձեր մեջ կան մարդիկ, ովքեր հույս ունեն, որ իրեն ժառանգություն ստանալու են։ Կան ձեր մեջ մարդիկ, ովքեր հույս ունեն, որ ժառանգություն են ստանալու։ Ժողովուրդ հետադարձ ճապ տվեք, որ դուք չեք խոսում իմ հետ, ինձ թվում է, որ դուք ինձ չեք լսում։ Ահա, մերին ժառանգություն ստանալու շանս ունի, Գոհարը չունի, ապա, ժողովուրդ ջան, մենք բոլորս այստեղ գտնվող մարդիկս, բոլոր նրանք, ովքեր ցանցային բիզնեսով են զբաղվում, հստակ իմացեք, որ դուք ժառանգություն ստանալու հույս ունեք, որովհետև 35 տարի այս բիզնեսում աշխատելուց հետո դուք հաստատ հեռուստացույցի առաջ նստած թոշակին չեք սպասելու։ Դուք տեսել եք մեր նախագծում, չեմ էլ կարող ասել տարիքով կին, որովհետև ոչ որ չի կարող իր տարիքն ասել, բայց մեզանից բոլորը տարիներ շարունակով աշխատելով այս ոլորտում լինելու են այդպիսի կանայք իրանց թոշակի ժամկետում։ Եթե դուք այս բիզնեսում աշխատեք 30+ տարի,
դուք ժառանգություն ստանալու եք այս բիզնեսից։ Ժառանգությունը լինելու է այն, որ դուք լինելու եք պասիվ եկամտի տեր, դուք լինելու եք տարիքով ծեր, բայց երիտասարդ գեղեցիկ արտաքինով կենսախինդ մի կին, ով որ դեռ շարունակում է կյանքեր փոխել։ Հիմա եկեք անդրադառնանք նավահանգստին։ Տեսեք, պատկերացրեք ապ, որին մոտենում են 3 նավ, ոսկե, արծաթե և դատարկ։ Նավերը ասոցացնում են մարդկանց։ Նախ և առաջ ասենք, որ դուք երբ որ ենթադրենք դուք նավ բաց թողնող մարդներ, ով որ ամեն օր բիզնես պրեզենտացիա անում, նավ է բաց թողնում ծով։ Մի նավը ճանապարհում եք նավին, մի նավը կարող է ձեզ վերադառնալ մի օր հետո, մյուս նավը մի տարի հետո։ Ես ունեմ դեպքեր, երբ որ ես 2017 թվականին առաջարկ եմ արել, ես վերջերս գրանցել եմ։ 7 տարի հետո իմ նավը վերադարձել է։ Ընդունեք որպես ձեր բիզնես առաջարկը, որպես նավ, որը բաց եք թողնում ծով։ Այդ նավերը վերադառնում են 3 տեսքով. ոսկե, արծաթե և դատարկ։ Նավերը ներգրավված մարդիկ են, ոսկե նավը ասոցացնում է այն մարդու հետ, ում դու պատմում ես բիզնեսի հնարավորությունը և նա հասկանալով սկսում է գործել։ Արծաթե նավը հասկանում է բիզնեսը, բնույթը, ինչ փողեր կա, բայց դու պարբերաբար պետք է իրան հիշեցնես, որ ինքը նպատակ ունի, որ նպատակի համար պիտի ցանց կառուցել, այդ ցանցի հետ պետք է աշխատել փող ստանալու համար, բայց կան նաև դատարկ նավեր, ովքեր գալիս են, նստում են ու սպասում են, որ մի օր այդ իրենց նավի մեջ ինչ-որ բան է փոխվելու։ Այս կոնցեպտը պետք է հիմնովին հասկանալ ու պետք է հույս ունենալ, որ մի նավ բաց թողնելով ձեր բիզնեսը կառուցվելու է, կամ մի ոսկե նավ վերադառնալով ձեր բիզնեսը կառուցվելու է։ Մեր բիզնեսը, ոնց որ նավահանգիստը, մեծ թվերի մասին է խոսքը։ Մեծ շատ բիզնես առաջարկներ անում ենք, շատ նավեր ընդունում ենք, շատ նավերից մեծամասնությունը լինելու է դատարկ, լինելու են արծաթներ, արծաթների հետ աշխատանքի դեպքում հնարավոր է դառնան ոսկիներ և լինելու են այդ նավերի մեջ այն ոսկիները, որոնք լինելու են մեր ֆիրմայի Ադամանդե և Էլիտար տնօրենները։ Կան ձեր մեջ մարդիկ, ովքեր իրենց ոսկե նավ են զգում։ Արծաթե նավի դեպքում արծաթե նավը կարելի է ասոցացնել նաև այն նորեկի հետ, ով որ նոր է եկել, ուսումնասիրում է, պիտի հասկանալ, ինքը վերջում դատարկ նավ է լինելու, ոչինչ չանող են մարդկանցից, թե դառնալու է ոսկե նավ։ Ոսկե նավեր ունենք այստեղ։ Հասկանում ենք, որ եթե մի նավ ես ընդունում, հավանականությունը շատ փոքր է, որ ինքը լինի ոսկե։ Այսինքն պետք է ափին մոտեցող նավերը շատ լինեն, որպեսզի իրենց մեջ լինեն ոսկե նավերը։ Ոսկե նավերը ունեն նպատակ, ունեն աշխատելու պլան, ունեն աշխատելու ցանկություն։ Նա մշտական նաստավնիկի հետ կապի մեջ է, աշխատում է, իսկ աշխատող մարդը ունի հարցեր, աշխատող մարդը ընթացքի մեջ է, աշխատող մարդը նաև սխալվում է և դա նորմալ է։ Ահանց, ունենք ոսկե նավեր, հրաշալի է, հրաշալի է։ Անցնենք հաջորդ դասին, դաս 6-րդ, հրավեր 3-րդ դեմքով։ Այս կանոնը ես այս բիզնեսում նորովի սկսել եմ կիրառել, այժմ այս պահին մենք բոլորս էլ օգտագործում ենք այս մեթոդը։ Հոգեբանորեն էլ, որպեսզի այս մեթոդը հասկանանք, հատկապես այսօր, երբ որ դուք մտնում եք սոցհաշտարակներ, տեսնում եք
Մարդկանց պրոֆեսիոնալ նկարները, նկարները ռեստորանից, շպարված, գեղեցիկ հագնված, ու թվում է, թե եթե սոցհարթակներին եք նայում, ուշադրություն դարձնել, թվում է, որ հայերի մեծամասնությունը ապրում են ոնց որ օլիգարխներ։ Ես ինքս իմ շրջապատում ունեմ շատ մարդկանց, ում գիտեմ, որ հասցնում են մի կերպ լիքը բաներից հետ են մնում, բայց այ նկարվելու ինչ-որ առիթի դեպքում իրանք օլիգարխի տեսքով են։ Ինչու եմ այս պահը ուզում դուք հստակ հասկանաք, որովհետև երբ որ այն մարդունը, որ ամեն ինչ անում է, որ շրջապատը տեսնի, որ ինքը սուպեր ապահոված է, երբ որ իրան դու հենց կոնկրետ ասում ես, ուզում ես լրացիչ եկամուտ ունենալ, ինքը մաքսիմալ ամեն ինչ անում է ցույց տալու համար, որ ինքը լրացիչ եկամտի կարիք չունի։ Որովհետև ինքը, եկեք ճիշտ հասկանանք, մարդը իրենի լիքը բաներից նաստանիճս լիքը բաներից իրեն զրկում է, որպեսզի գնա հարսանիք շպարված թանկ հագուստով, որպեսզի իրեն ապահոված համարի։ Եվ եկեք հասկանանք, որ եթե դու իրան լրացիչ եկամտի մասն ես ասում, ինչ են պատասխանում, ես լուրջ գործ ունեմ, իմ ամուսինը ինձ ամեն ինչով ապահովում է, չէ, դա նորմալ է։ Իսկ ինչ է լինում, երբ որ այդ նույն քո ծանոթին, որ ամեն ինչ փորձում է անել, որ ինքը սուպեր ապահոված, ասում ես, ես սկսել եմ եկամտաբեր բիզնես, եւ դու ինձ կարող ես շատ օգտակար լինել, այստեղ շոյում ես մի քիչ իր էգոն, եւ ասում դու ճանաչում ես մարդու, որ կուզենա լրացուցիչ վաստակել, բայց ինքը ուզում է, որ պատասխանը միշտ հետևյալն է, իսկ ինչպիսի աշխատանք է դա։ Ու այդտեղ քեզ հնարավորություն է տալիս արդեն ներկայացնել քո բիզնեսը, որովհետև միշտ ցանկացած դեպքում բիզնեսի հնարավորությունը տեսնում է այն մարդը, որ հետաքրքրված է։ Եթե դուք ձեր ձեռքում ունենաք ամենաթանկարժեք ադամանտ ու դուրս գաք ասել ով է ուզում ադամանտ, մարդկանց մեծամասնությունը ձեզ չի էլ մոտենա, որտեղ կմտածի, որ ստից բան է առաջարկում, հա։ Իսկ երբ որ տնտեսագիտության մեջ բում մի հատ արտահայտություն կար, որ պահանջարկն է ստեղծում առաջարկ, թե առաջարկն է ստեղծում պահանջարկ։ Բիզնեսի տարբեր ոլորտներ տարբեր մոտեցում ունեն այդ հարցին, բայց այս պարագայում ես հստակ հասկացել եմ, որ մինչև մարդը չուզենա հետաքրքրություն իր մեջ չառաջանա, գիտեք, մեկի հետաքրքրությունն այն է, որ դու իրան հետաքրքրես, որ ես ամբողջ օրը ճանապարհորդում եմ, իմ երեխաների հետ եմ, բայց 21 օրը մեկ, ահա իմ եկամուտը։ Մյուսի հետաքրքրությունն այն է, որ ինքը ճանապարհորդելու է անվճար ֆիրմայի հաշվին։ Մյուսն այն է, որ ինքը մասնակցելու է տրեյնինգների, ծանոթանալու է շատ կանանց հետ։ Այսինքն յուրաքանչյուրի մոտիվը այս բիզնես մտնելու տարբեր լինելու։ Եվ դուք պիտի կարողանաք երրորդ դեպքում առաջացնել այս հետաքրքրությունը, նոր ներկայացնել առաջարկը։ Պատկերացրեցիք այս պահը։ Այստեղ պետք է հստակ հասկանալ, որ պետք է հաղթահարել վախերը, ցանկացած բիզնեսի դեպքում լինելու են մարդիկ, ովքեր չեն ուզելու ձեր բիզնեսը, եւ դա ոչ թե անձնական վիրավորանք է ձեր ֆիրմային, ձեր բիզնեսի ոլորտին, այլ այն, որ այդ պահին այդ մարդը կոնկրետ իր կյանքը փոխելու միտում չունի։ Անցնենք 7-րդ դասին, փորձենք նաև տեղավորվել ժամանակի մեջ։ Այստեղ պետք է հատկապես նորեկները հստակ հասկանան, ինչին տրամադրել ժամանակը։ Նորեկների պարագայում բնականաբար ժամանակի 80%-ը, ենթադրենք դուք օրական նախատեսում եք 5 ժամ տրամադրել բիզնեսին, դրա 80%-ը պետք է տրամադրել մարդկանց հրավիրելու։ Ժամանակի ընթացքում, երբ որ ձեր թիմ կան նաև ոսկե նավեր, ում հետ պետք է աշխատել, սովորել, իրենց սովորեցնել, բնականաբար այստեղ արդեն տոկոսային հարաբերությունը փոխվում է։
Այստեղ եւս մի անդամ այդ հրավիրելու ընթացքում պետք է հստակ մի հատ բան հասկանալ, որ ամենակարևորը շատ մարդկանց հնարավորություն տալն է։ Ես այստեղ կուզենամ մի օրինակ պատմել, ուրեմն պարահանդեսում մի տղա հրավիրում է մի աղջիկա բարի եւ այդ աղջիկը իրեն մերժում է ու այդ տղան վախենալով որ իրեն էլի կմերժեն ամբողջ գիշեր չի պարում իսկ մեկ ուրիշ տղա մոտենում է առաջին աղջիկան իրան մերժում են մոտենում է երկրորդին իրան մերժում են մոտենում է երրորդին երրորդի հետ սկսում է պարել ու ամբողջ գիշեր պարում է հիմա այստեղ ցանցային բիզնեսում հաջողակ մարդկանց եւ այն մարդկանց ովքեր ասում են ես եղել եմ ցանցային բիզնեսում այնտեղ փող չկա այդ մարդկանց միջև տարբերությունն է որ այդ գնացած մարդիկ նման են այն տղային որ մեկը իրանց մերժել է եւ իրանք ինքը ամբողջ գիշեր չպարեց ինչ որ մի հատ հարևանի կին իրան մերժել է եւ ինքը որոշեց որ ցանցային բիզնեսում փող չկա իսկ ես ինպես շատ մարդիկ ովքեր այսօր էստեղ են մեկը մերժեց, երկրորդը մերժեց, երրորդը եկավ, չորրորդն եկավ $1000 բոնուսը, ավարտ տնօրենի ստատուս, եկավ Եգիպտոս, եկավ մյուս բոնուսները։ Հիմա մենք ոնց վարվենք, ում նման լինենք, պարող տղայի նման, թե այն տղայի, ով որ մեկից մերժվելով այդպես է գնաց։ Ում եք ուզում նման լինել։ Հետադարձ կապ տվեք, ես տխրում եմ, երբ որ իմ հետ չեն աշխատում։ Պարող տղային ընտիր։ Հրաշալի է։ 8-րդ դասը բիզնեսում օգտագործել խորովածի հոտի մեթոդը։ Եղել է դեպքեր, որ նույնիսկ երբ որ դուք սոված չեք, առել եք խորովածի հոտ, չգիտեմ, խորովածի հոտ չլինի, կամ լինի տաք կարկանդակի հոտ, ու ձեր ախորժակը մի անգամից բացվել է եւ ուզել եք ուտել։ Բիզնեսում այս մեթոդը եւս աշխատում է։ Ոնց է աշխատում։ Եկեք մի հատ օրինակի միջոցով օգտագործենք հեղինակի հենց օրինակը։ Հեղինակը նոր եկած մարդուն, որ ունի լիքը կասկածներ, վախեր, նմանեցնում է խոնավ կոճղի։ Դուք երբևիցե խոնավ կոճղ փայտի կտոր տեսել եք, հնարավոր է այն վառվի։ Հնարավոր է երկու խոնավ կոճղ իրար վրա դնել ու այդպես վառել։ Իհարկե ոչ։ Դրան է նաև նման այն, որ մարդը, ով որ բոցավառված չի բիզնեսով, չի հավատում բիզնեսին, փորձում ինչ-որ մեկին հրավիրել։ Դա նույնն է, որ երկու հատ թաց փետ դնես իրար վրա ու փորձես վառել։ Ես շատ դեպքեր եմ տեսել այս 8 տարիների ընթացքում, երբ որ մարդը չի հավատում, որ այստեղ հնարավոր է 300,000 դրամ աշխատել, ավելի չի հավատում, որ ինքը կարող է աշխատել։ Կամ ու ինքը հարյուրավոր մարդկանց պատմում է ու զարմանում եմ ստատիստիկայի վրա, որ ոչ իրան չի հավատում, ոչ իր ասածից չի բոցավառում, որովհետև ինքը թաց կոճղ է, թացը թացի հետ ոնց կարող է կրակ տալ։ Այդտեղ պետք է օգտագործել նաստավնիկների ուժը։ Այս նաստավնիկները, որոնք բոցավառված են բիզնեսով, այն չոր բոցավառված կրակը վրան կոճղն է, որը բերում ես, բնականաբար ինքը մի անգամից կրակ չի տալիս։ Մի երկու նաստավնիկ բոցավառված գալիս են, նախ չորացնում են այդ թաց փայտերին, հետո նոր վառվում է մեծ կրակ։ Հիմա ինձ ասեք, կան այստեղ նորեկներ, ովքեր դերևս խոնավ կոճղ են։ Ինչեւ դուք կպատասխանեք, այստեղ պետք է հասկանալ, որ եթե դուք դերևս ձեզ զգում եք խոնավ կոճղ, մի հրավիրեք առանց ձեր նաստավնիկի։
այդտեղ ձեզ կօգնի բոցավառված ձեր նաստավնիկը, ով հաջողում է, նույնիսկ այստեղ փորձառու լիդերներ, եթե ձեր թիմում դուք տեսնում եք, որ խոնավ կոճը փորձում է հրավերներ անել, բայց ինքը չի գիտակցում, որ ինքը խոնավ է, այդ պարագայում եւս պետք է իրան չորացնել, նոր ինքը առաջարկ անի, որովհետև եթե ինքը խոնավ առաջարկ է անում, անելու ինքը հիասթափվելու է, որովհետև ոչ ոք չի գալու, հա, իր մոտ։ Ահա, հուսով եմ այս վեբինարից հետո ինչ որ մարդ մի քիչ կչորանա ու կփոցավառվի։ Հրաշալի է։ Անցնենք 9-րդ դասին, այս 9-րդ դասի մեջ խոսվում է մոտիվացիայի մասին, ու այստեղ հեղինակը պատմում է, որ ցանցում միշտ պետք է պահել մոտիվացիան ու պետք է ուշադրություն դարձնել մոտիվացիայի երկու տեսակների, դեպի ներքև եւ դեպի վերև։ Դեպի ներքև մոտիվացիայի տեսակը այն հանդիպումներն են, դասերն են, օֆլայն հանդիպումներն են, դժքերն են, որոնք դուք կարդում եք, ոգեշնչվում եք, ֆլեշմոբերի ժամանակ ոգեշնչվում եք, բայց ասենք թվում է, թե 3 օր առաջ այդ բոցավառված մարդը, որը հեսա մեծ ցանց էր կառուցելու, всё, մոռացավ բիզնեսի մասին, որովհետև այդ վերևից ներքև մոտիվացիան ժամանակավոր է։ Իհարկե խիստ անհրաժեշտ, որովհետև պարբերաբար բոլորիս պետք է նաև մոտիվացիայի այս տեսակը։ Իսկ ինչ է իրենից ներկայացնում ներքևից վերև մոտիվացիան, դա մի կողմից այն ներքին մոտիվացիան է, ներքին նպատակն է, որի համար մարդը բիզնեսում է, բայց բացի դրանից տեսեք, երբ որ դուք առաջին մակարդակում օգնում եք մարդկանց, դա հրաշալի է, բայց ով է իր վրա զգացել է ներքևից եկող մոտիվացիան, երբ որ ինքը օգնում է արդեն 3-րդ ու 4-րդ մակարդակի մարդուն։ Երբ որ տեսնում է, որ այն մարդկանց, ում ինքը անմիջապես նույնիսկ չի էլ ճանաչում, դարձել են իր տնօրենները, դարձել են իր փոխտնօրենները, վարում են ֆլեշմոբեր, վարում են հանդիպումներ։ Այդ դա այն ներքևից եկող մոտիվացիան է, որը երբեք ժամանակավոր չէ, որովհետև ուզես թե չուզես ինքը բոցավառում է քեզ, հա։ Իհարկե այս մոտիվացիան շատ ժամանակ տրամադրելու արդյունքում է առաջանալու եւ նաեւ այդ բոլոր շղթաներում դուք վարակում եք ձեր մոտիվացիայով, երբ որ 2-3 մակարդակ օգնում եք մարդկանց, ահա, տեսեք քնարիկը զգում է, դա ամեն օր հրաշալի է, ողջույն քնար ջան, որ դիեզերքին այսօր եկեք մեր ամբողջ խմբով, մեր էներգիան ուղենք նրան, որ մեզանից շատերը զգան այդ ներքին մոտիվացիան, երբ որ հազարավոր կանայք մեր տված գիտելիքի միջոցով կփոխեն իրենց կյանքը եւ կշարունակեն բարելավել իրենց ապրուստը։ Հրաշալի է։ Եվ 10-րդ դաս աճի հնկանջյան մասին է պատմում հեղինակը եւ այն դիտարկում է որպես այն հիմնավոր կետերից մեկը մեր բիզնեսում, որովհետեւ եթե ես հասկանում եմ ցանցային բիզնես եւ կարևորագույն գործողություններն եմ անում եւ նույնիսկ սովորեցնում եմ 5 մարդու եւ ամենակարևորը հետեւում եմ, որ այդ 5 մարդն էլ կառուցեն իրենց հնկանկյունները եւ հետեւեմ, որ այդ 5 մարդիկ էլ կառուցեն իրենց հնկանկյունները, պատկերացնում եք այստեղ ինչ տեղի կունենա։ Այսա ցանցային բիզնեսի մոտիվացիայի, դիսցիպլինայի, այո, դուբլիկացիայի այս ամբողջ աստղային շրջանակն է։ Ցանկանում եմ, որ բոլորդ
ունենալ այսպես հնկյանկյուններով մեծ ստրուկտուրաներ, լիքը զրոներով եկամուտներ, բոնուսներ, ճանապարհորդություններ ֆիրմայի մասին եւ լիներ 80 տարեկանում երիտասարդ գեղեցիկ արտաքինով կին, ով որ վստահ է, որ ոչ միայն իրականացրել է իր երազանքները, այլ նաև հազարավոր կանանց կյանքեր է փոխել։ Այսօրվա համար թերևս այսքանը, սիրելիներ, եթե կան թեմայի հետ կապված հարցեր, խնդրեմ, եթե ոչ կխնդրեմ ձեզ հետադարձ կապ տալ, արդյոք դուք այսօր բոցավառվեցիք, արդյոք այսօր ձեր խոնավությունն անցավ, իսկ ես բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում ներկա լինելու եւ այս թեման իմ հետ կիսելու, շնորհակալ եմ։ Դե ինչ, համարենք այսօրվա մեր վեբինարը ավարտված, հուսով եմ մեր մասնակիցները վերստին հիշեցին ցանցային բիզնեսի ամենահրաշալի գրքերից մեկը, իսկ մեր նորեկները հրաժեշտ տվեցին իրենց խոնավությանը, կասկածներին, վախերին եւ կօգտագործեն այս հրաշալի բիզնեսի հնարավորությունները։ Այո, հնարավոր է հարստանալ առանց ռիսկի դիմելու եւ դա հնարավոր է ցանցային բիզնեսի շնորհիվ։ Լավ երեկո եմ մաղթում բոլորիդ, շնորհակալ եմ ձեր ներկայության համար։ Շնորհակալ եմ։ Ինչ լավ բաներ եք գրել։ Շնորհակալ եմ բոլորիդ, հուսով եմ ձայնակություն եւս կունենանք, լավ երեկո եմ ձեզ մաղթում, հաջողություն։